Ընտրակաշառքի մեղադրանքով Ուժեղ Հայաստան կուսակցությունից կրկին ներկայացուցիչներ են ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն այս անգամ ձերբակալել է այդ կուսակցության Արտաշատի գրասենյակի ավելի քան մեկ տասնյակ ներկայացուցչի։ Սա մեկ շաբաթվա ընթացքում կոմիտեի երկրորդ բացահայտումն է։ Հրապարակվել են նաև ձայնագրություններ։ Ասեց ինչքան շուն շանգյալ կա, բերել գրանցել է շտաբիդ վրան, 200 ես տալի, հարազատներին սաղին գցել ես գյուղերը 100 ես տալի, այն շուն շանգյալներին կգցես գյուղերը 100-ով, իրանցը կգցես շտաբի վրա։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը սակայն հայտարարել է. Նրանք հատուկ ձայնագրություններով են հանդես գալիս, որպեսզի անվանարկեն մարդկանց։ Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը Ռադար Արմենիայի հետ զրույցում նշեց, նման քայլերը կարող են ազդել կուսակցության հեղինակության վրա։ Չեմ կարծում, որ պատվաբեր է, երբ որ կուսակցության ներկայացուցիչները նման գործունեության մեջ են ներգրավված լինում։ Ես չեմ էլ ուզում իրենց անմեղության կանխավարկածը խախտեմ, բայց ամեն դեպքում այն ձայնագրությունները եւ արժանահավատ ձայնագրությունները, որոնք որ հրապարակվեցին, ոչ մի լավ բանի մասին չեն խոսում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւս կարևորում է ընտրակաշառքների դեմ պայքարը։ Նրա խոսքով ցանկացած նման դրսևորում պետք է կանխել։ Միակ պահանջը, որ նման գործերով, հատկապես որ դրանք քաղաքական գործընթացների ընթացքում են կամ քաղաքական գործընթացների վերաբերում նախընտրական փուլում լինեն կամ իրականացվեն քննությունները բացառապես օրինականության սահմաններում։ Իրավապաշտպանի պնդմամբ ընտրակաշառք բաժանելը դատապարտելի է։ Եթե մտածում են, որ բացի ընտրակաշառքից մնացած գործոնները արդյունք չեն տալու, նկատի ունեմ ծրագրերի առումով, առաջարկների առումով կամ եթե արդյունք չի տալու այն տեսակետը, որ ընտրողները հավանություն չեն տալու, ապա հորդորս են նման մեթոդների չդիմել, որովհետև դա որևէ արդյունք չի տալու։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր նաև Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Ըստ նախաքննական մարմնի Հայաստանի տարբեր բնակիչների բարեգործության անվան տակ օժանդակություն էր տրամադրվել։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Ռադար Արմենիա։